Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանն է։ Բարև ձեզ, պարոն Դանելյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Երկու օր է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում էր եւ այն ինչի համար եկել էր իրականություն դարձավ, Վարդապետյանը կարողացավ ԿՊԱ-կան պատգամավորներին համոզել, նրանք էլ կողմ քվեարկեցին եւ Ազգային ժողովի երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ ընդդիմադիր Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռմխելիությունից։ Մասնավորապես Տարոն Մարգարյանի գործը 7 տարվա վաղեմություն ունի, թե ինչու հիմա դատախազը եկավ, այդ հարցերը դուք ընդդիմադիրները տվեցիք գլխավոր դատախազին, պատասխանը շատ տարբեր էր, իրավական տարբեր ձևակերպումներով, բայց այդպես էլ չհասկացանք ինչու հենց հիմա, բայց հարցս հետևյալն է. ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը անել Գյումրու ընտրություններից առաջ, 2026 ընտրություններից առաջ, արդյոք ծառայելու է իր նպատակին, թե ոչ։ Մի արտահայտություն արեցիք, ասիկ ԿՊԱ-ականներին համոզել, ԿՊԱ-ականներին համոզելով իրանք արդեն Նիկոլը իրանց համոզած բերել էր ընդե նստացրել էր ինչ պետք է անեն։ Եվ կեղծիքն ու երկերեսանությունն էլ պետք է չափ ունենա։ Գիտեք հետաքրքիր որ այդ ելույթների ժամանակ ուրեմն падգամավորներ են գալիս, իբր իրենք այնքան ազատ ու անկախ են, անկաշկանդ են, որ տեսակետ են հայտնում, Վիլեն Գաբրիելյանն ասում է, ես չեմ կարող սրան կողմ քվեարկել, մեկ ասում է, բա ես էլ եմ նման ուրեմն գործերով զբաղվել, կարող վաղը մյուս օր էլ գաք իմ հետևից, բան, մեկ է վերջում արդյունքները տեսնում ես։ Միաձայն գնացել են ու հետո ասում մենք չունենք ասում որոշում չունենք կայացրած մենք պետք է մեր խղճով եւ այլ ինչ խիղճ քաղաքական հրահանգով են քվեարկել իհարկե Նիկոլ Փաշինյանը զանգել ասել է սենց պետք է քվեարկեք ու մեկը չհամարցակվեք որ ուրիշ բան անեք կհայտնվեք Հովիկ Աղազարյանի կարգավիճակում խելոք գնացել ընտրել են ինչ լսել ինչ կարծիք արտահայտել Հետ նենց բաներ ես լսում իրանց գործունեությունից մազեր հետ բիզբիզա կանգնում ուրեմն այդ խեղճ Հովիկը եկել է մի կարգավիճակում բան արել որ պիտի շատ բան ասեր շատ բան պիտի պատմեր շատ բան պիտի խոսեր թե ինչ է տեղի ունեցել ինչ է արել ինքը միջև չի Չգիտեմ, էլի կաշկանդվում է, չի բացվում, չի խոսում։ Վախենում է, որ ավելին խոսա կհայտնվի բանտում։ Այո։ Հիմա գուցե վարչական վերահսկողության տակ հայտնվի, եթե ավելին խոսա բանտ։ Այո, եթե ավելին խոսա բանտ կնստի, եթե չէ, սենց այն որ ասում է ուզում է, որ չի շվարի, ոչ իրանց ասած այդ քաբաբ շատ են սիրում, քաբաբը։ Դրա համար էս իրավիճակն է, բայց ես կուզեի, որ Աղազարյան Հովիկը խոսար, ինքը շատ բան ունի խոսելու, շատ բան ունի պատմելու։ Եվ պատահական չէ որ ասում էր տաշեղա բանա եւ այլը կարակեք բանում դուք սաղդ էլ տեղով տաշեղ եք էլի սաղդ էլ տեղով խնդիր եք ու խնդրեմ եք էլի լա մի հատ ձեր գործունեությունը ուսումնասիրեն հատիկ պապկիկ ունի դրած Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա իր կոմպրոմատներով իրանց նաեւ արածներով իրանց գույքերով եւ այլը մեկը համարցակվել է ուրիշ բան անի բայց ինչու հիմա եւ Գյումրու ընտրություններին ընթառաջ ԿՊԱ-կան իշխանության ցածր վարկանիշը կապ ունի թե ոչ, որովհետև ես լսում եմ այս վերջին շրջանում կարծիքներ, որ Փաշինյանի սեղանին դրված են սոցիոլոգիական հարցման տվյալներ, ինքը տեսնում է, որ իրենց ցուցանիշները խայտառակ վատ վիճակում են եւ հետեւաբար ինչ ունի անելու, արդեն այդ թալանը կբերեմ, Range Rover-ը կբերեմ, դա չի աշխատում։ Ստիպված պետք է ուղակի գնալ եւ մարդկանց չեզոքացնել։ Դե տեսեք, հիմա ինչ է կատարվում։ Ես ձեր տաղավարից ամիսներ առաջ որ ասում էի ԿՊ-ի ներսում գզվրտոցա, որոշ ճակերտավոր ընդդիմադիրներ ասում էին, ինչ գզվրտոց, համերաշխ, ասենց իրար շատ լավ են ընդունում եւ այլը, չանցավ մի ամիս, երբ որ տեսանք ինչ է կատարվում, ԿՊ-ում առնվազն մի քանի խմբավորումներ կան, առանձին իրար անողոք պայքար են տանում մեկը մյուսի դեմ։ Ինչու՞ չի քանդվում այդ թիմը։ Շուտով կքանդվի, սպասեք կքանդվի եւ հենց ձեր ասացի պատասխանն եմ ես տալի։ Գյումրի ընտրությունները շատ ավելի ցայտուն ձևով են դրսևորելու իրենց պարակտվածությունն ու իրենց
այս ներքին խմորումներն ու այն ամեն ինչ որ տիրում է ԿՊ-ում։ Ամբողջ ԿՊ-ն չի աշխատելու Սարիգի համար։ Ոչ, ամբողջ ԿՊ-ն չի աշխատելու, ես սա Գյումրի ընտրություններին կանդրադառնամ եւ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Գյումրի ընտրություններից հետո ԿՊ-ի ներսում պայթյուն է տեղի ունենալու։ Եվ հենց դրանով է պայմանավորված այս իր ավտորիտար բռնապետական կեցվածքը եւ միջև վերջ վերահսկողությունը, որ հանկարծ ԿՊ-ն այլ կերպ ոչ խոսա, ոչ քվեարկի։ Բայց նորից եմ կրկնում, դե տարբեր խմբեր կան եւ իրար դեմ երևի ավելի վատ են տրամադրված, քան ընդդիմության։ Եվ դա մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործենք, որովհետեւ ես միշտ ասել եմ, որ այս ամեն process-ների հետ զուգահեռ նաեւ պետք է իրենց ներսում այդ այսպես ասած պայթյունը տեղի ունենա եւ դա Սարի հետևում չի։ Փաշինյանին էլ զեկուցել են ինքը հենց չի որ տեղյակ չի Գյումրիում ինքը ինչքան վարկանիշ ունի։ Բայց հիմա էլ ասում է այդ ցածր վարկանիշը որ կա իմը չի ձերն է։ Մի վարքյան, մենք երեք տեսանք, թե ինչ էր տեղի ունենում Գյումրի թիմ ընտրությունների մասնակից ընդդիմադիր տեխնացուների շտաբերում, ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն տարան ձերբակալեցին, մյուս տեխնացուի շտաբում էին խուզարկություններ, արդեն առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեն տվել է պաշտոնական հաղորդագրություն 8 հոգու իրենք տարել են ձերբակալության, հա։ Դուք նկատի ունեք Փաշինյանին զեկուցած իրական տվյալի հետևանք է սա։ Այո։ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ դու ունես 20 առավելագույնս 22% քվ։ Դա վարչական ռեսուրսները, լծակները, ամեն ինչը ասենց մեկ զամբյուղում այդքան ինքը քվ ունի եւ ինքը դրանից ընկել է էլի կատաղության մեջ, ասենց գարնանային սրացումներ ամոթը սկսվել եւ ԿՊ ամբողջ վերնախավին հավաքել է եւ էլի այն ինչ այդ որ տեսակ որ ազգային ժողովում իր ջղաձգումները բանը տեղի ունեցել, ասել է որ այս ինչ է կանում, այս ինչ է կատարվում։ Այսինքն եթե Գյումրիում ԿՊ-ն չկարողանա իշխանություն վերցնել, Փաշինյանը պարտության մեղքը բարթելու է Սարիգի եւ մյուսների վրա եւ հերթով նաեւ մի այսպես հայտնի ձևակերպում կա, փուրն է տալու նաեւ հերթով նրանց։ Այո, այնտեղ Գյումրիում էլ էլի թիմերի են բաժանված, այդ Նազելի Բաղդասարյանն է, այդ Կարեն, չգիտեմ ինչ անա որ մարդ։ Իրենք ընդհանուր ստեղծել են ֆոն, որ բոլորը աշխատում են հանուն Սարիգի հաղթանակի։ Այդ ֆոնը ստեղծել են, բայց իրար ատելության դոզան շատ բարձր է եւ իրար տանել չեն կարողանում, որովհետեւ Գյումրին մի քանի անգամ իրար մեջ բաժան են արել, մեկը մի թվին ամարսպետեղ է հակառակն աշխատել, մեկը մյուս եւ այսօր իրենք Գյումրիում լուրջ խնդիր ունեն, նաեւ ոչ միայն սոցիոլոգիական հարցումներն են դա ասում, նաեւ վերջերս էլ ես այց էի կատարի Գյումրի, ես գյումրեցիների հետ զրուցելով ես տեսա։ Ինչ են ասում։ Ասում են, որ արդեն այն տպավորությունն է մարդկանց մոտ, որ ԿՊ-ին ձայն տալը դա համարվում է ուրեմն ձայն տալ ուրեմն մեկին, որը որ հայրենիքը հանձնել, որը որ դավաճանություններ է գործել, որը որ ռեպրեսիոն համակարգ է գործի դրել եւ գյումրեցին նաեւ ունի այդ թասիբը, նամուսը, որ ասում է, որ այն մարդը, որը որ բռնել է տվել ասենց իրանց բանով ասեմ էլի գործա սարքել, գործա կարել Բալասանյանների վրա ում հետ որ ճանապարհ անցել եւ հետո էլ հիմա էլ ամեն ինչ անում է որ այս տեխնացուները հայտնվեն ճաղերի հետևում, դա մարդկային չի, դա տղամարդավայել չի, դա մարդավայել չի, դա իրեն գյումրեցու թասիբն ու արժանապատվությունը դա չի կարող տանել։ Էդ էին խոսում, էդ էին ասում։ Մի բան էլ նկատեցի, երեք հանրային հեռուստաընկերության եթերում բոլոր տեխնացուների դեբատներ, ԿՊ-ական տեխնացու Սարիկ Մինասյան, երբ Մարտուն Գրիգորյանն ասում էր, լավ, ընտրություններից հետո դուք Գյումրիում եք, չէ՞ ապրելու, դուք տեսնում եք ինչ է կատարվում հորս հետ, որդուս հետ, Սարիկ Մինասյանն ասում է, ես այդ ամենի հետ կապ չունեմ, տպավորություն էր, որ ինքը փորձում է իրեն ԿՊ-ից տարանջատել նաև։ Ինքը ուզում է ԿՊ-ից տան, բայց ուրիշ հարցին էլ չպատասխանեց, որ ընտրություններից հետո որ դուք լինեք ընդդիմություն, դուք ավականի աշխատելու եք։ Ով ասում որ դուք կամ ընտրություններից հետո կարող է հերթական կուսակցություն փոխես, դե արդեն չգիտեմ 3-4 կուսակցություն արդեն հայտնի է որ Սարիգը եղել է այդ հիմա այդ հարցին էլ չպատասխանեց։ Այսինքն ինքը Գյումրիում ապրելու գլուխը բարձր քայլելու իրավունքը չի վաստակել, հակառակը
ինքը իր գործունեությամբ, տեսեք, այն մի տեխնացուին էլի ցեխ շպրտեցին մի տեխնացուի վրա, Սուրեն Սուրենյանցի կուսակցության տեխնացուի վրա, իբր որ Թուրքիայի քաղաքացի է։ Ընդամենը մարդը ապրանք էր բերել եւ տարել։ Այդ մարդը համապատասխան գնահատական տվեց, իր խոսքերով ասեց, եթե չասես, ուրեմն ֆուֆլո ես, այսինքն մի հատ այդ կուլ տվեց, մի հատ երեք Մարտուն Գրիգորյանն ասեց, դու իմ որդուն եւ հորս բռնել ես տվել։ Ասում եք կապ չունեմ դրա։ Ասում եմ մենք ընդհանուր ընկերներ ունենք, լավ, մարդ ինչքան պետք է Անիկն ասել, ասում են, հետո ասում են լավ կլինի։ Բայց Միխայել Տարան ձևակերպում էլ արեց եւ այստեղ շատ կարեւոր է թե ինչպեսին պիտի լինի Գյումրեցիների արձագանքը, ինչ ասեց ԿՊԱ-ական տեխնացուն, ասաց որ Ղարաբաղն այնքան վատ տեղ է, որ Գյումրեցիները փող են տվել, որ իրենց տղաները չծառայեն։ Սա Նիկոլ Փաշինյանի այդ Ղարաբաղը թոք էր պետք է ազատվենք, Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, դրա շարունակությունն է, բայց Սարիկը Գյումրիում ապրելու է, չէ՞։ Իրենց որդիները զոհվել են նույն Արցախյան պատերազմի համար, այդ ծնողներին տեսնելու է ինքը։ Ես չեմ կարծում, թե արժանապատիվ կարող է մարդը ապրել այդքանից հետո, Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա վերջը, 1100-րդ անգամ, 1000 անգամ ասել են, որ դրանից հետո կյանք կա ապրելու։ Ինքը ձեզ սարքել է ուսապարկ, ոնց որ Հովիկ Աղազարյանն էր ասում, 0 է սարքել բոլորին, 0։ Հիմա էլ հերթով փչացնելով գնում է։ Տղա ջան, վաղը մյուսօր պետք է դուրս գաս Գյումրիում ման գաս։ Բա հետո ինչ, հետո ոնց ես դու մարդկանց երեսին նայելու։ Ոնց ես դրանից հետո քու վերջը, գիտեք ինչ, ես միշտ համեմատական եմ անում, ասում Սյունիքում էլ ուրեմն Մելիք Ֆրանգյուլին էլ գերեզման, բայց ինչ են անում մարդիկ։ Պետքի համար, պետքարանի համար գնում են այդտեղ։ Եվ Արցախ ուրացողը, հայրենիք ուրացողը դավաճաների սպասում է Մելիք Ֆրանգյուլի բախտը։ Եվ դրանից հետո պետք է մարդը մտածի, որ սա պետք է լինի կարմիր գիծ։ Մենք շատ բաներ մեր հասարակությունը կուլա տվել, բայց կարծես թե զարթնում է մեր հասարակությունը այս պատերազմից, այս հարհավիրքից հետո եւ բոլորին իր գնահատականը տալու է։ Երբ Գյումրու ընտրություններից ինչի համար են այսքան վախենում, որ ընտրություններից հետո ոչ թե սա Գյումրու քաղաքի ընտրությունն է, սա հաղթանակների սկիզբն է, ընդդիմության հաղթանակի, մեր ժողովրդի զարթոնքի, մեր այս ամբողջ այս տարիների ընթացքում այս պայքարի ի վերջո տալու է իր պատուղները եւ Գյումրին այդ հաղթանակների սկիզբն է ալնելու։ Պատահական չի, որ իրար հերթ չտալով ասում են սա մեզ համար սովորական ընտրություն չի, ԿՊԱ-ականներն են ասում։ Որտեվ գիտեն դրա հետևանքները, գիտեն, որ հասարակության մեջ մերժված են, գիտեն, որ իրենք շանս չունեն, գիտեն, որ իրենք նամուս, պատիվ, արժանապատվությունը, գիտեք, ազգային ժողովում տեսակ են ինչա կատարում, ինչ ասեմ ես, այս մարդը արդեն գնում է այն ճանապարհով, որ ասենք ոչ մեկ իրեն հարց չտվեց իմիջալոց Արցախի թեմայով, չէ, ինքը բացեց այդ թեման, պատահական չբացեց այդ թեման։ Ասում են քշեք, հեռացրեք, տարեք։ Դե դուք պետք է քշեք, պարոն Դանելյան, դուք պետք է քշեք։ Կգա այդ ժամանակը, բայց ես կրկնում եմ, իր հետ միասին նաև պատասխան են տալու բոլոր այն մարդիկ, Սարիկներ եւ այլներ, չգիտեմ ովքեր, որոնք որ իր հետ մեկտեղ պատասխանատվություն են կրում այս իրավիճակին, որը որ կա։ Իսկ ընդդիմությունը չի կրում պատասխանատվություն այս իրավիճակի համար, որովհետև որքան էլ ասենք, որ այո, իշխանությունն է բոլոր հանձնումների պատասխանատուն, բայց արդյոք ընդդիմությունը պատասխանատու չէ, որ իշխանության ձեռքը չի կարողացել բռնել։ Մենք էլ իհարկե մեր պատասխանատվության բաժին ունենք, իհարկե մենք էլ ուրեմն գոհ չենք այն իրավիճակից, ինչ որ կա, ընդդիմության էլ պատիվ չի բերում, որ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, բայց ոչ թե արդարացման համար եմ ասում, իմ կամ իմ գործընկերների կամ ընդդիմադիր դաշտի, մենք անընդհատ պայքարի մեջ ենք, մենք ձեռքներս ցալած չենք նստել, ինչ որ մի բան որ չի ստացվել, մենք կարանք մեր ժողովրդից ներողություն խնդրենք, շարժվենք առաջ։ Մենք պիտի պայքարենք անդադ հետ նայելով չպիտի անդադ հետ նայենք, ասենք, բա գիտեք ինչ կա, այս մեկը չի ստացվել, մեկը չի ստացվել, մյուսը կստացվի։ Դա չի նեղացնում հաջողության հասնելու
ճանապարհը, ամեն չստացված շարժում ավելի չի նեղացնում նույն ընդդիմության հնարավորությունը։ Տեսեք, հիմա նայեք, հենց թարմ օրինակով ասենք, չէ, երեկվա օրինակով։ Ինչ էր կատարվում։ Երեք ուրեմն Սարիկը մենակ էր մնացել։ Ասենք ԿՊ-ն մենակ էր մնացել։ Անկամ իրենց այդ սատելիտ ուժը որ կա այդ Եվրոքվեն ինչ են, անկամ նրանք են ամաչում աֆիլացվեն ԿՊ-ի հետ։ Ասում եմ մենք ձեզ հետ չնայած իրենց խոսքին հավատացող չկա, բայց գիտեք դա ինչի ցուցիչն է։ Պատահական չի ասում, որովհետև որ ասի ԿՊ-ի հետ եմ, ինքը կարող է 0.1% էլ չհավաքի։ Դենց հա որ չի էլ հավաքելու, բայց իմաստ եմ ասում էլի։ Հիմա այդ տեխնացուների առատությունը, նաև դրանցից ոմանք էլ Նիկոլ Փաշինյանի մոլի պաշտպաններն են եղել, չէ՞։ Տեխնացուներ կան հայտնի, ում վրից Գյումրի հոտ է գալի բան անում, ճամփա էր փակել բանը, Գյումրիում ճանապարհ էր փակել ժամանակին, չէր թողում որ ընդդիմությունը հիմա արդեն ԿՊ-ին պաշտպանել ամոթ է դարել, ԿՊ-ի կողքը կանգնել ամոթ է դարել, ԿՊ-ի հետ կոալիցիա կազմելը չգիտեմ բանա, եւ սա խոսում է նրա մասին, որ նաեւ ընդդիմությունն է չէ իր հերթին այդ աշխատանքները տարել հասարակության մեջ։ Բայց ԿՊ-ն մնացել է, այո, աշխատանքներ տարել է։ Ոչ ոք չի ասում, որ ընդդիմությունը չի աշխատել, բայց ԿՊ-ն է մնացել։ Բանը հասել է նրան, որ Փաշինյանը կարողանում է գալ բոլորի աչքի առաջ, ընդդիմադիրների աչքի առաջ կանգնել ազգային ժողովի ամբիոնին, ասել ես եմ որոշում, Հայաստանը ներկայացնողը ես եմ, Ղարաբաղյան շարժումը փակում ենք, իսկ եթե հայ ժողովուրդը դրա հետ համաձայն չի, ուրեմն ես վարչապետ չեմ լինի։ Ես ձեզ ասեմ, դու ասում եք Նիկոլ Փաշինյանը գալիս է, չէ՞, ուզում եմ դուք մի հատ տեղում պատկերացնեք Նիկոլ Փաշինյանը ոնց է գալիս։ Նիկոլ Փաշինյանը գալիս է մի քանի հազար ոստիկանական զորքով, Նիկոլ Փաշինյանը գալիս է հարյուրավոր անվտանգության աշխատողներով, անգամ եթե ուշադիր նայեք, այ ձեր նկարի մեջ էլ առաջինը իր թիկնապահն է, իր կողքը թիկնապահն է, իմ ստեղ վերևը թիկնա մենակ 10 հոգի թիկնապահներով շրջապատում, վախի մեջ ապրում ես մարդ, էդի գալա։ Դե բայց ապրում է, չէ՞։ Էդի ապրել, հա։ Դե ապրել, դուք համարում եք այդ ապրել, այդ մարդը վախերի մեջ, այդ մարդը սարսափների մեջ գալիս է, այդքանի ներկայությամբ, ասենք հիմար աբսուրդ արտահայտություններ է, իր բաժինները ստանում է, իր բաժինները ստանում է, հետո այսահարվում է, խելագարվում է, գժվում է, ես չգիտեմ ինչեր է դուրս տալի, թողում արդեն պարզ է, բայց այս մարդու դեմքն էլ պետք է մեր հասարակության պարզ լինի, եւ հենց ընդդիմության աշխատանքի արդյունքում էլ է որ այս մարդու դեմքը պարզ է ալնում, իրան ինքը հունից դուրս է գալի, որովհետեւ հետո նորից ընկնում է հունի մեջ։ Չէ, ես ես մի բան ասեմ, ինչքան էլ որ լինի, կաթիլը քարա ծակում։ Չի ծակում մեր երկրում։ 4 տարի է կաթիլը կա, չի ծակում։ Հիմա ամսի քանիսն է, սիրելի աղավնի։ Այսօր 28 մարտի։ Երկու օրից մենք բոլորս երկար չի մնացել, ականատեսը կլինենք։ Ծակում է թե չի ծակում։ Ես համոզված եմ, որ լինելու է այն ինչ որ մենք երկար ժամանակ սպասել ենք։ Եթե հակառակը լինի, ես ուրեմն սխալվել եմ, ես սխալ էի, դուք ճիշտ։ Մասնավորապես թիմերի հետ ընդդիմադիրների հույսերին եմ ուզում անդրադառնալ, Վանաձորում էլ է Փաշինյանը պարտվել, բայց ինչ է արել, ընդդիմադիր տեխնացուին տարել է բանդ։ Այլ թիմերում եւս այս մարդը իր թիմով պարտվել է, բայց երբ ինքը պարտվում է, հաղթած տեխնացուին տանում է բանդ, ավականիներին գողանում են կամ ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ ավականին չի կարողանում նիստ գումարել աշխատել, արդյունքում ինչ է ստացվում, պարալիզացված թիմ։ Ես ես մի բան ասեմ, ուրեմն ինչ ասում եք ճիշտ եք ասում, դրան կարանք ավելացնենք Ախուրյանը, մեր նաև կուսակից ընկերը Արծրու Նիգիցյան, նորից էլ են վիճակում, Գյումրիում այն վիճակի հասցրեցին, երբ որ նորից էլի այն ուրեմն սիտուացիան ստեղծվեց, ինչը որ մնացած բոլոր ձեր նշած տեղերում էլի կարանք շատ ասենք, բայց տեսեք Գյումրիին ինչա կատը։ Գյումրին հիմա ոչ թե Գյումրի քաղաքի զուտ ընտրությունների հարցն է, սա բոլոր տեխնացուները ասում են, ընդդիմադիր բոլոր տեխնացուները ասում են, որ սա ոչ միայն Գյումրու հարցն է, սա այս իշխանությունը անվստահություն հայտնելու եւ ինչու՞ չէ նոր process-ներ սկսելու։ Սա այն մնացած բոլոր ընտրություններից տարբերվում է դրանով։ Եվ հաջորդին էլ անդրադառնամ, այդ որ Նիկոլ Փաշինյանը անդադ ձերբակալություններով մարդկանց հետապնդելով եւ այլը, բարա, հետ եմ որ ասում ամեն անգամ չի որ իր մոտ դա կստացվի, ամեն անգամ չի որ իր
տերերը դրա աչք փակեն, որովհետև ես նաև տեղեկություններ ունեմ, որ այս ամբողջ այս ռեպրեսիոն համակարգը, որ օգտագործում է, արդեն ասել են մենք էլ քեզ տեր չենք, տղա ջան, այնքան բաներ ես արել, որ մենք էլ քեզ տեր չենք, այդ նույն արևմուտքից էլ են գալիս ազդակը, ինքը չի կարա, չէ, ամեն անգամ ով որ բան անում քաղաքապետադառն բռնի չի կարա այդ բանը, արդեն սպառվել է եւ նաեւ ինքը գիտի, որ հասարակությունն էլ չի դա ընդունում, արդեն անընդունել է հասարակության մեջ, արդեն ձևավորվել է հստակ բան, որ մենք մեկ տեխնացուի կողքը կանգնենք, միջև վերջ աջակցենք։ Ես դա տեսել եմ Գյումրիում, ես դա զգացել եմ, որ ամեն մեկը պատրաստ է իր քվեին տեր կանգնել, իր ընտրած տեխնացուին քվեին տեր կանգնել։ Եվ այստեղ ոչ թե Գյումրի քաղաքում քաղաքապետ դառնալու խնդիր պետք է լինի, ով ուզում է լինի, բոլորին հարգանքս բոլորին ընդդիմադիր տեխնացուներին։ Այդ բոլոր տեխնացուները պետք է գիտակցեն, որ գալով Գյումրի հաջորդ ժամին, հաջորդ վարքյանին մտածեն Նիկոլ Փաշինյանին քշելու, այսինքն այդ գործընթացները Գյումրիից Երևան քաղաք տեղափոխելու։ Ասացիք գյումրեցիները պետք է գնան եւ իրենց անվստահությունը հայտնեն Փաշինյանին ու նրա թիմին։ Իսկ ընդդիմությունը երբ է պատրաստվում անվստահություն հայտնել Փաշինյանին ազգային ժողովում։ Կան նման հարցեր օրակարգում։ Գիտեք ինչ, քայլերի հաջորդականությունը այնպես պետք է կառուցես, որ ոչ թե ինքնանպատակ լինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը, այլ համապատասխան այդ հողը նախապատրաստես անվստահություն հայտնելու։ Իսկ թվում է որևէ վիցեմեկը չի կասկածում, չէ, որ մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռանա կամ ուզում եք, բայց հողը նախապատրաստել եք այս ընթացքում։ Այս նկարը, որ կա Գյումրի այս հրաշալի ուրեմն քաղաքապետարանի շենքը, կարծում եմ, որ մի 2 օր, 3 օր հետո արդեն կլինի ընդդիմության ուրեմն տնօրինության տակ եւ այդտեղից նորից եմ կրկնում կսկսվի եւ այդ ամբողջ գործընթացն ինչի մասին որ ասում եք եւ մենք ի վերջո հույս ունեմ որ կազատվենք այս իշխանությունից, որը որ արդեն իսկ դարձել է անտանելի մեր ժողովրդի, մեր հասարակության համար, թե ուրեմն բոլոր անվտանգային խնդրով, թե սոցիալ-տնտեսական խնդրով, ես գիտեք, որ տարբեր խնդիրներով զբաղվում եմ եւ նաեւ ինձ հազարավոր նամակներ ա գալիս առանց չափազանցության մարդկանց սոցիալական խնդիրների հետ կապված, թոշակառուներ, շրջարկի վերաբերյալ, գույքահարկի վերաբերյալ թե ոնց է օրինակ Երևան քաղաքում մարդիկ արդեն իրենց գույքը ստիպված են վաճառել, տարեց մարդիկ գնան այդ իր քաղաքականություն չէ որ գնացեք գյուղում ապրեք, բան արեք գնացեք կոթը մաքուր է։ Հիմա ուզում եմ ասեմ, որ այդ ամեն ինչ արդեն կուտակվել է եւ մարդիկ այդ թանկացումները, այդ ամեն ինչի հետևից տեսակ որ մենք վերջերս էլ թոշակի հետ կապված նաեւ այդ խնդիրները բարձրացրին, որ թոշակառումից կարող է, այո, որ թոշակը բարձրացվի։ Բայց իր ծրագրում կա, իր ծրագրում սիրուն գրած է։ Դե իրենց ծրագրում Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա կա։ Այո, իրենց ծրագրում իմիջիալոց գրված է, որ Գյումրիին պետք է այդ աղետի հետևանքները վերանան եւ պետք է բնակարանաշինչ ուր է Գյումրիում մի հատ կառուցել են, երեգել էր սուտ, ասում է 5 շենք են կառուցել, 5 շենք իրանք չեն կառուցել, 5 շենքը բարեգործական նպատակներով են կառուցել եւ մի քանի բարեգործի։ Իդեպ նախորդ իշխանությունների օրոք կնքված պայմանագրերով, եկեք դա էլ մենք խոսենք։ Խոսում են ճանապարհներ նորոգելու, բոլորը կնքվել են նախորդ իշխանությունների օրոք։ Ճանապարհները կարծեմ 16 թվականի այդ վզեբի հետ կապված ծրագիր էր, այո։ Դուք մի այսպիսի ձևակերպում էլ արեցիք, ԿՊ-ում մի քանի խմբավորում կա, ասել է թե հիմա խորհրդանական ընդդիմության համար ամենանպաստավոր ժամանակահատվածն է այդ խմբավորումների հետ աշխատելու։ Այո։ Անում եք այդ գործը։ Դե չասեմ։ Ասեք, գործն անում եք թե ոչ։ Մենք միշտ էլ գործ ենք անում։ Մի տեսակ տեսանելի չի դա, որ այդ ուղղությամբ հենց գործ եք անում։ Գիտեք ինչ կա, ամեն ինչ չի որ պետքա տեսանելի լինի, եթե ամեն ինչ տեսանելի լինի, աշխատանքս էլ չի արդյունք ունենա։ Կան տեսանելի աշխատանք եւ ոչ տեսանելի աշխատանք։ Ոչ տեսանելի աշխատանքը դա իր մեջ նաև ենթադրում է աշխատանք, որը որ տեսանելի չպետք է լինի, ինքը ունենա կոնկրետ արդյունքներ։ Դա շատ կարևոր է։ Ես նորից եմ ասում, ձեր տաղավարում ես բազմիցս ասել եմ, որ ամեն ինչն էլ կարևոր է։ Կարևոր է ժողովրդի հետ աշխատելը, կարևոր է խոսելը, կարևոր է նույն ԿՊ ներսում աշխատելը, կարևոր է շատ բան կարևոր է։ Չպետք է ինչ-որ մի բան առանձնացնենք, դրա վրա կենտրոնանանք։ Դրա հանրագումարումը, որ տեղի է ունենում, նույն ձեր նշած գործընթացը, եթե դրանից որոշակի կոմպոնենտներ հանում ես, լիարժեք չի լինում։
Եվ հենց սա ես հենց սա տարբերությունը, որ որոշ նաև ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ օրինակ մի բաղադրիչ չվերցնում են, այն մնացածն ասում են կարևոր չի, ամեն ինչն էլ կարևոր է։ Ասում են ամենակարևորը այն է, որ ընդդիմությունը ունենա տեխնացու, հենց տեխնացուի անունը ունեցավ, Փաշինյանին փոխարինող տեխնացուի անունը, ամեն ինչը իր հունով հանգիստ կգնա։ Չէ, եթե դու տնային աշխատանքը չես կատարել, եթե դու չես պատրաստվել դրան, Քանի տարի կատարեք տնային աշխատանք, պարոն Դանելյան։ Ես ուրեմն ասեմ ձեզ, ինչքան որ պետք է, այդքան էլ պետք է կատարես, եւ գիտեք ինչ, ասել որ ճիշտ է, մենք պետք է ավելի շուտ էս ամեն ինչը արածն է շատ լավ կներ որ դա, բայց գիտեք, ես միշտ կաշկանդվածություն ունեմ ասելու կամ ներկայացնելու իմ կամ մեր ընդդիմադիր դաշտի կատարած աշխատանքները, որ չլինի, որ մենք մեզ գովազդում ենք, բայց քիչ աշխատանք մենք չենք տարել այդ ուղղությամբ։ Ի վերջո, նաև Նիկոլ Փաշինյանը ինչին է հղում, ասում է, դե ես մեղավոր չեմ, դուք ինձ ընտրեցիք, ես գնացի, ուրեմն Արցախը հանձնեցի, չէ՞, ինքը պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա, ասում է դուք եք ինձ քվե տվել, դուք դրա հետ հաշտ եք, դուք հաշտ եք դրա հետ։ Հիմա ժողովրդին ասում է, ժողովուրդ ջան, հանձնողը ես չեմ, հանձնողը դուք եք։ Այդ որ վատ եք ապրում, այդ վատ ապրելը ձեր ուղեղներում է, իմ աշխատանքի արդյունքում չի։ Այս ամեն ինչ որ կատարվում է, դուք եք պատասխանատուն, ես չեմ պատասխանատուն։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Մենք այո, ճիշտ եք ասում, պետք է մի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը չլներ, իշխանությունը չլներ, 2, 3, 4, հա չի եղել, բայց արդյոք մեղավոր են այն մարդիկ, որոնք որ իրենցից ամեն ինչ անում են, որ չլինի, բայց ինչ որ մի պահի չի ստացվում, որովհետև աշխարհաքաղաքական կոնսենսուս կա որ մնա։ Արդյոք մեղավոր են այդ մարդիկ, որոնք հետապնդվում են, բանտարկվում են։ Մեր ընկերները ես չեմ ուզում կոնկրետ մեր դաշինքի համար չեմ ասում, ընդհանուր ընդդիմության մասին եմ ասում, որովհետև ամեն մեկը իր լուման ներդրել այս գործի մեջ, առարկայական գործով։ Բայց նորից եմ կրկնում, մենք պետք է առաջ նայենք, մենք պետք է եւ ձեր տաղավարից ասել եմ ու նորից կրկնում եմ։ Միայն միասնական ուժերով ու միասնական ջանքերով կարող ենք այն մարտահրավերները հաղթահարել, ինչ որ կա մեր երկրի, մեր պետության առաջ։ Ստացվում է միասնականություն ապահովել։ Կստացվի, առնվազն ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ եւ դրա փորձն էլ կա սրբազան պայքարի շրջանակներում եղել են հակասություններ, եղել են տարբեր տարաձայնություններ, նաեւ շատ դեպքեր են եղել, երբ որ ճշնամական երկու կուսակցություններ, երկու խմբեր կարողացել են համատեղ փողոցում պայքարել եւ մեկը մեկի թիկունքը պահել է։ Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց պետք է դրա համար աշխատանք տանել, ոչ թե կրակի վրա անդադ բենզին լցնել, թե բենզին լցնենք։ Բենզին լցնենք, թող Ադրբեջանն էլ ընդեղից հայտարարություններ անի, ասի գիտեք ինչ կա, դուք պետք է մեր պատերազմի հերոսներին, մեր հերոսների մասն է խոսքը, էլի, մենք պետք է բան անենք, հա, հանձնենք Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը որ մնաց, հանձնելու է, էլի։ Նիկոլ Փաշինյանը որ մնաց, ինչ է տեղի ունենալու։ Ասում եմ մնում են, որ խաղաղության պայմանագիրը կնքվի։ Նիկոլ Փաշինյանը մնաց ադրբեջանցիներին բերելու աստեղ, Նիկոլ Փաշինյանը որ մնաց Հայաստանը կարճ ժամանակամիջոցում դառնալու այս նորություն չեմ ասած լինի, կամ թուրքական վիլայետ կամ արևմտյան Ադրբեջան։ Նիկոլ Փաշինյանը որ մնաց տեղ, պատերազմի հերոսները ավելացնելու են Ադրբեջանի բանտում մեր ռազմաքաղաքական ղեկավարության բանը։ Եվ դրա համար անհրաժեշտ է թե անհրաժեշտ չի սրանց հեռ, անհրաժեշտ է եւ օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա։ Ինքը օրերս ազգային ժողովում անոնսեց, թե ինչ կարգախոսով է գնալու 2026 հերթական ընտրություններին։ Ասում է, ասելու եմ, կամ ինձ հետ եք, կամ Ղարաբաղյան շարժման, այսինքն ձեր ընդդիմադիրներիդ։ Հիմա ընդդիմությունը որպես այլ ընտրանք ինչ պետք է առաջարկի ընտրողին։ Ղարաբաղյան շարժումը մեր հպարտությունն ա եղել, Ղարաբաղյան շարժումը ես փոքր եմ եղել, բայց ես տեսել եմ այն ոգևորությունը, որ կար մեր ժողովրդի մեջ եւ դա համազգային զարթոնք ա եղել։ Ղարաբաղյան շարժումով մարդ պիտի հպարտանա, ոչ թե ասի Ղարաբաղյան գալիս է խեղկատակ, ասում է Ղարաբաղյան շարժում։ Ոնց կարաս օրինակ հազարամյակներ շարունակ Արցախում ապրող մեր հայրենակիցների հույսը ջարդես, կոտրես, այնինչ որ մի քանի օր առաջ
Շվեյցարիայի վերին եւ ստորին պալատը բանաձև է ընդունել։ Արցախահայերի Արցախ վերադառնալու իրավունքի Դուք վերաբերյալ։ պատկերացնում եք ինչա կատարվում ու սա այս միակ օրինակը չէ։ Դրսում ինչ են ասում։ Ասում են ձեր իշխանությունները չեն ուզում որ արցախցիները վերադառնան Արցախ։ Այս հարցը չեն բարձրացնում։ Երբ որ խոսում ենք այս թեմայով, ասում են ինչ եք ուզում, թողեք մենք Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցենք, մեզ խանգարում եք։ Տենց են արել Ամերիկայի հետ, Ֆրանսիայի հետ, Ռուսաստանի հետ։ Հիմա Միշկի խումբը, որ Ալիևի հետ իր Ուզում են լուծարել։ Բեղավոր ընկերոջ հետ, որ ուզում են բանան, ինչի համար են անում։ Որ լուծարեն, որ վերջնական այս հարցը փակեն, թաղեն, բայց չի ստացվելու, չի կարա տենց լինի։ Արցախ Հայաստանը դա մեկ է։ Չի կարա պատահական չի որ մեր հերոսներն ասել են, երբ որ Արցախում պարտվենք վերջի էջն ենք թերթելու։ Դա sense tense բան է։ Բայց մենք չենք ասում, ինքը ինչ ա, ինքը մանիպուլացնում է, ասում այ ընդդիմադիրները որ եկան պատերազմ ալելու։ Էլի սուտ։ Թեև ինքը 4 տարվա ընթացքում տեսեք որքան 4 պատերազմ է բերել, իր այրեցի 4 պատերազմ էս բերել է ժողովրդի գլխին։ Ժամանակին բանակցել են։ Այ խեղկատակ մի հատ 19 թվականի թուղթը հանի, բանակցային թուղթը հանի։ Ինչու է շարունակում դա համառորեն թաքցնում։ Հանի դիրք ու սեղանին ինչ ա եղել։ Այդ որ Ալիևը ասում էր փակ դռների հետևում ինձ պարտադրում են որ Արցախի անկախությունը ճանաչել։ Ինչի համար են ասում։ Ինչի համար են ասում։ Որտեվ եղել է այդ բանակցությունները մարդիկ բարելավել են ամեն մեկի իր հերթին քարը քարի վրա դնելով առաջ են գնացել։ Դու եկել ես այդ թուղթը համարել ես առ ոչինչ, թող հրապարակի, դժվար է հրապարակի։ Ասում ենք հրապարակի, այդ տղա հրապարակի, չի հրապարակում։ Գժի տեղ է դնում, ոնց որ ուրեմն խորհրդանում է իրան գժի տեղ դնել, բանակցությունների ժամանակ էլ է։ Դե հիշում եք այն հայտնի ձայնագրությունը, որ գժի տեղ կդնեմ այդ կանվերից կտցեմ։ Այո։ Այդ հենց այդ թղթի վերաբերյալ է եղել, որ իրան գժի տեղ է դրել։ Հիմի դու պիտի ասես, այդ ի՞նչ թուղթ էր որ դու դրա համար գժի տեղ ես դրեք ես։ Հրապարակի, մարդիկ էլ իմանան, մեր հասարակությունը իմանա։ Մեղքին է ժողովուրդ հերիքա խափես։ Դրանից հետո էլ պատերազմ ես բերում, արհավիրք ես բերում, ու 4-ը պատերազմ։ Ու ասում ես, ես էլ ու գիտես բանը որն է, պարադոքսը որն է, էլի, ասենք խոսում է խաղաղությունից, այնինչ այդ գիշեր ադրբեջանցիները կրակել են։ Դե Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարություն ասում է մեր դեմ ուղղված չեն այդ գրակոծները։ Ինչ ասես այդ մարդկանց, ես չեմ կամ ուսա պարկեն կամ հիմա բան ասում է մարախ ուղալում ասում է ադրբեջանցիները բան են օթում կրակում են ասում է մեկն էլ ասում է մարախ ուղալում կրակում են այսինքն հիմա խաղաղություն կա ուր է այդ խաղաղությունը Իրան խանգարում եք խանգարում եք իրան պետք է այդ թուղթը որ ասի ժողովուրդ ձեզ խաղաղություն են բերել ինչ որ մի մասայի փորձի խափի եւ վերընտրվի 26-ին ու այդ ընդհանրապես թուղթ է բայց կարմիր գծերը ինչ եղավ ասում էր կարմիր գիծ է բանը եվրոդիտորդները կարմիր գիծ են միջազգային ացիաներից հետ քաշումից համար կարմիր գիծ է չի կարա տես բան լինի կանաչել են բոլոր կարմիր գծերը հա այդ ընդունեցին հենց ընդունեցի Ադրբեջանը նույն օրը իրանց բարձրագույն ղեկավարությունը 8 նոր պահանջ ներկայացրել 8 նոր պահանջ ես չեմ ուզում զարմացած եմ էլի ոնց կարա նման մարդուն մի մարդ գտնվի որ հավատա այ ինչը հավատակ սրա խափելա ամեն ինչ խափելա թոշակները խափելա ձեր Գյումրի սիրելի գյումրեցիներ ջան խափելա ձեզ ոչ տուն ասարկել ոչ մի բան չի սարքել նախքին ծրագրերով եկել բանա երկու փողոց են ասֆալտալ ուզում են ձեր վրա ծախեն ոչ մի բան չի կատարել ոչ մի խոստում չի կատարել բայց այն օրն ասում ենք այդ Շուշի հադրու դեօկուպացիա էր անում այ խեղկատակ ինչ ես անում հիմա ուրա հիմա եկեք հայտարարում եք մեկը մյուսին հերթ չտալով բան եք անում հայատյաց հայտարարություններ եք անում բանը ես ներկայացրել եմ ասում եք ցեղասպանության միջազգային ճանաչում չկա չէ մի տես հարց չկա չէ ձեր օրակարգում մի քանի ամիս առաջ ասում էր խաչերը ձեր վզներից կախելու եք ամեն գյուղ գնում ենք խաչը դրած ճանապարհին խաչը դրած հիմա մուսուլմանների համար ես բան չինես որ բան եմ անում վատ վերաբերմունք ունեմ ուրեմն այլ կրոնական կողմնորոշում ունեցող մարդկանց կան բայց հաղորդատեղիներ եք բացում չէ սրճարաններում եւ ռեստորաններում ում համար եք բացում ադրբեջանցիների չէ մեր խաչերը հանենք
իրանց համար աղոթատեղի բացենք թուրքերի ադրբեջանցիների։ Սրա ամեն հայտարարության տակ այնքան թաքնված ծալքեր կան։ Եվ այս մարդը ակնհայտ արդեն ասում է իլուր ամբողջ աշխարհի, որ դռները բացել եմ Էրդողան ջան, Ալիև ջան, դռները բացել եմ, եկեք հրավիրում եմ ձեզ։ Մեզ է սարքի սպասարկող անձնակազմ։ Մեր ժողովրդին սարքի սպասարկող անձնակազմ։ Թուրքերի ադրբեջանցի։ Էդ էլ է դրել, չի խաղաղության ինչ ասում, խաչմերուկ ասում։ Այս էլ խաղաղության խաչմերուկն է։ Գյումրեցին չգիտի թուրքը եկել է Գյումրի ինչ արել։ 100 տարի առաջ ինչ արել։ Մորթել է, բռնաբարել է, խոշտանգել է։ Չգիտի Գյումրեցին։ Հիմա ինչա ԿՊ-ին եք ընտրում, որ ընկնեք Արցախի օրը։ Ով ասեց, որ հազարամյակներով Արցախցու ապրած այնտեղ Արցախցին ավելի հայկական չի Արցախը քան թե M1-ը կամ M2 տարածքով ասեց, բոլորն էլ մեր հայկական տարածքներն են, չէ։ Դե ուղղակի եթե արցախցիները Հայաստան գալու տեղ ունեին, մենք ընդհանրապես գնալու տեղ չունեինք։ Այն օրը Գյումրեցիք ասում, բա մենք որտե պետք է բան անենք, որտե պետք է գնանք, Աստված մի արածցե։ Որտե պետք է գնանք։ Եթե մարդը ասել Արցախը Հայաստանն է ու վերջ, ու հիմա Արցախ բառը չեն ասում։ Այն Նազելի Բաղդասարյան կա, մի անգամ շփոթված Արցախեր ասել։ Դե իրենք բոլորն են։ 100 անգամ ներողություն խնդրեց։ 100 անգամ ներողություն խնդրեց, կներեք ասում որ Արցախ եմ ասել։ Հիմա դու գնում եք նրան քվետակ։ Գնում եք այս թրքահապատակների քվետակ, Էրդողանի գիրքը գրկած, որ ասում էր Էրդողանը ասում է ցեղասպանություն արել։ Նույն Էրդողանը որ ասում էր Թայլաթի Ջեմալի ոգին փառավորվեց Բաքուն որ շքերթ էին անում։ Հիմա գնալու եք դուք դրանց ձայն տակ, գնալու եք քվետակ։ Ո՞նց կարաք քվետակ դուք դրանց։ Այսինքն Գյումրեցի ընտրությունը այս երկուսի միջև է։ Դե իհարկե։ Իհարկե։ Պետք է գնան, ոչ ասեն սրանց, իրենց քվեն տան, գիտեն ընդդիմադիր ուժերին, որին ուզում են։ Այսինքն սա սովորական քաղաքային ընտրություն չէ։ Ոչ, սա սովորական ընտրություն չէ։ Ես գիտեմ, որ փորձելու են վարչական լծակներով, վախի մթնոլորտ ստեղծելով, վերջերս նաև լուրեր եմ ստանում, որ մարդկանց աշխատանքից ազատում են բան են անում, բայց ամենայն դեպս ոչ մի բանից էլ չվախենակ, այս ամեն ինչից հետո իրենց պատասխանատվության ժամանակը գալու է, բոլոր այդ մարդիկ կրելու են պատասխանատվություն։ Նիկոլ Փաշինյանը կոստելու բան չունի, մի քրեական գործ ավել, մի քրեական գործ պակաս, այդքանի մեջ է, դավաճանությունների մեջ, ինչ բան է, բայց իր հետ տանում է մարդկանց, ասում է մենակ չեմ ուզում գնամ, հետս ուզում եմ ինչքան հնարավոր է սարիկ, մարիկ, ստից, մարդիկ հետս տանեմ, կործանեմ, էլի կործանեմ։ Լավից վատից ասում են հեղինակություն անես, արա գնացել եք որի ինչ, որ մարդ բռնողի անուն կպնի ձեզ, որ մարդկանց վրա գործ եք տալիս, 37 թվի բանով էլի, այդ որ դանոսներով բանով, մարդու մտել եք տուն, մարդու տղա, հայր, մեծ, փոքր, այն մի դաշինքից ջահել աղջիկներ եք անչափահասների աչքի առաջ, այո, տարել եք մենք 3 արդեն գնացինք բաց թողեցինք ոչ մի բանի համար բայց ստրես է չէ այդ մարդու համար այդ մարդու ընտանիքի համար Всё բան կարելի է վախը բանը, բայց ես ուզում եմ հավատամ, որ գյումրեցին այս վախի մթնոլորտից դուրս կգա, մի բան ունի, լոզունգ ունեն, չէ։ Հա, ամեն ինչ վատ են անում, բայց ընտրությունները, սրանք ընտրություն կկեղծեն սրանք։ Հա, լավ էլի, ես ինչ են անում բա։ Մենակ այդ բանը գցելն է, այդ բանի մեջ, քվյախցիկի մեջ ընտրություն անելն ու քվյատուփի մեջ գցելը չի մենակ ընտրությունից առաջ գործընթացն է։ Որը հիմա, այո, տեսնում ենք, թե ինչ է։ Ուրեմն գնում է տկեն նախարարը Գյումրի 2 տարի այդ խնդիրը բարձրացած եմ Շիրակացու փողոցի։ Ասում ուրեմն մենք Սարիկի հետ խորհրդակցեցինք եւ որոշեցինք, որ կառավարությունը գնում է իր պահանջին ընդառաջ եւ Շիրակացու փողոցը բան կանի։ Ընտրություններից առաջ։ Հիմա սա կաշառք է բյուջեից թե ոչ։ Բա ինչա։
Բա ի՞նչ է, բա հարց եմ տվել այն օրը, ասում եմ, բա էս ի՞նչ արա, էս ի՞նչ եք անում, սա ի՞նչ է, մի հատ բացատրեք տեսնեմ։ 2 տարի առաջ Գյումրի ավականին ասելա, որ դրա անհրաժեշտությունը կա, սա ի՞նչ է։ Էլի խափեցին, այս որ օրենքը փոխեցին, Սարիկին բերին դրին ԺՊ Գյումրի, ասեցի, հեսա բոլոր լծակները դնելու եք տակը, սոցիալական նպաստներ են տալիս, չէ, աջակցության բաներ են տալիս, փողեր են տալիս, անապահովներին, չգիտեմ ինչին, ով ինչ, գալիս է, պետքա քեզ, տատի ջան, չմտածես, քեզ կթաղենք էլ, բան կանենք, չէ, խոստում էր տալի, ասում էր, քեզ կթաղենք, բան կանեմ, հացը տե կտանք, ինչա պետք է, ասեք անենք, բան, սենց, ասեք կանենք, ու ասում ես լծակները, որ դնում եք, սա հավասար մրցակցություն է, որ ամբողջ պետական ապարատը, ինձ էլ ասում են, բա Գառնիկ Դանելյանը եկել է Գյումրի, հիվանդ չեք խոտու կարա, սա ընդ բուկլետ են բաժանում ԿՊ պատգամավորները, նախարարներն ու չգիտեմ ով ասես, բուկլետ են բաժանում, ու արդարացության նախարարին հարց եմ տալիս, ասում եմ ընտրությունների օրը կասեք, որ այս абսուրդ օրենքը բերում եք, ձեր տեխնացուին դնում եք, կասեք ընտրությունների ինչքան ժամ, ասում եմ 30-ից առավելագույնը 40 օր հետո ընտրություն ալնելու, բայց չէ, ամիսներ շարունակ իրենց Սարիգին պահեցին, որ մի հատ տեղերը պնդացնեն, բայց էլի չի, ուզում ասեմ, այսքանից հետո էլի չի անցնելու, էլի չի լինելու, այդ իրանց դրուկները չի անցնելու։ Բյուջեից ընտրություններին ընդառաջ նաև փող բաժանելու համատեքստում ուզում եմ հիշեցնել օրերս մեր եթերում Մեսրոպ Մանուկյանի ասածը վերջինս ինչ էր ասում, ասում էր Երևան քաղաքի բյուջեից ընտրություններին ընդառաջ Տիգրան Ավինյանը որոշում է, որ 50 միլիոն պետք է տան Սարիկենց, որ Գյումրիում թափառող շների դեմ պայքարեն, տանեն շներին ստերջացնեն։ Այսինքն բոլոր խնդիրները, որոնք կախված են բյուջեների հետ, այս մարդիկ լուծում են ընտրությունից առաջ։ Ավինյան տենց արը, որ Գյումրիից շները չարտագաղթեն, հələ։ Շնորհակալ եմ։ Արգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանն էր, այսքանը ցտեսություն։